Եթե հիշում եք, անցյալում մենք ուսումնասիրում ենք Աստծո թագավորություն խորագրի ներքո մեր սերտողությունը եւ մենք շատ ակունքներից ուսումնասիրեցինք, սկսած Ծննդոց գրքից, որ Աստված կանչեց Աբրահամին եւ խոստացավ, որ նրան մեծ ազգ պիտի դարձնի, պիտի օժնի եւ նրանց շատացնի երկնքի աստղերի եւ ծովի ավազի հատիկների չափ եւ Աստծո թագավորությունը Իսրայելի որդիների մեջ պետք է հաստատվեր։ Եվ ասես ձեզի մեծ ազգ պիտի դարձնեմ, պարզապես մեկ համար հիշեցնելու համար Ելից 19-րդ գլուխ 6 համարը կարդանք, 5-6 համարներ ու շարժվենք առաջ։ Այո, Ելից 19, 5 և 6 համարները, որ Աստված Մովսեսի հետ խոսեց։ Եվ թե հիմա իսկապես իմ ձայնին հնազանդվեք և իմ ուխտը պահեք, դուք ինձ համար կդառնաք յուրահատուկ գանձ բոլոր ազգերից ավել, որովհետև իմն է ամբողջ երկիրը, եւ դուք ինձ համար քահանաների թագավորություն եւ սուրբ ազգ կլինեք։ Սրանք են այն խոսքերը, որ Իսրայելի որդիներին պետք է ասես։ Եվ մենք ասեցինք, որ Աստծո թագավորությունը սկսված հենց ամենահին ժամանակներից եւ դարեր շարունակ այս ուրվագիծը, այս գիծը Աստված շարունակում է Աստծո թագավորությունը իր մասերով, իր բաժիններով, իր պատմական դեպքերով մինչև հազարամյա թագավորության ավարտը։ Աստծո թագավորություն արտահայտությանը կամ երկնքի թագավորություն կամ Քրիստոսի թագավորություն աստվածաբանները հաշվել են 144 անգամներ հիշատակված է Սուրբ գրքի մեջ։ Եվ մենք ասեցինք պետք է տարբերություններ տեսնենք, որովհետև մենք ակնարկ արեցինք Աստծո թագավորություն եւ երկնքի թագավորություն, թե ինչ է սա նշանակում, թե որն է սրանց տարբերությունը։ Որովհետև շատ քրիստոնյաներ կարծում են, որ Աստծո թագավորություն, հասկացողությունը եւ երկնքի թագավորությունը սրանք պարզապես հոմանիշներ են եւ տարբերություն չկա։ Հիշենք, որ նոր ուխտի առաջին քարոզիչը երբ որ եկավ, Հովհաննես Մկրտիչը, եւ նա քարոզում էր երկնքի թագավորության մասին եւ ասում էր ապաշխարեցեք, որովհետեւ մոտեցել է երկնքի թագավորությունը։ Եվ դարձյալ Տեր Հիսուս եկավ եւ նույն բանն էր քարոզում։ Ապաշխարեցեք, որովհետեւ մոտեցել է երկնքի թագավորությունը։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս, երբ որ իր առաջին աշակերտներին ուղարկեց, նրանց պատվիրեց, որ գնան քարոզեն, որ ապաշխարեցեք, որովհետեւ մոտեցել է երկնքի թագավորությունը։ Մատթեոս 10-րդ գլուխ 7 համար։ Երբ Տերը քարոզում էր, դեռ երկնքի թագավորությունը չէր եկել, ասեցինք, որովհետև տակավին Աստծո Սուրբ Հոգին չէին ստացել։ Եվ մենք ակնարկ արեցինք, որ երկնքի թագավորությունը կարծես թե սկիզբ առավ իր ակունքը Պենտեկոստեի օրից սկսվեց։ Մատթեոս 13-րդ գլուխ 28 համարի մեջ գրված է. «Եվ եթե ես Աստծո հոգով եմ դևերին հանում, նշանակում է ձեր վրա հասել է Աստծո թագավորությունը»։ Ուրեմն նայեցեք ամբողջ այս պատմվածքի մեջ, այս պատմության մեջ, այս ժամանակաշրջանի մեջ Աստծո թագավորությունը կա, բայց միևնույն ժամանակ այս ժամանակաշրջանի մեջ քարոզվում է ապաշխարություն, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը։ Միևնույն ժամանակ քարոզվում է Աստծո թագավորության մասին, վրա է հասել, կա, չի դադարել, կանգ չի առել, բայց այս ընթացքի մեջ նաև խոսվում է երկնքի արքայության մասին, որ կամաց պետք է ավելի լուսաբանենք այս ճշմարտությունները։ Այսինքն Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այն հայտարարությունը, որ Տեր Հիսուս ակնարկ արեց Մատթեոս 11-րդ գլուխ 11-ից 12 համարի մեջ, ուր որ այսպես է գրված. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից մեծ մեկը չկա, սակայն երկնքի թագավորության մեջ ամենափոքրը նրանից մեծ է»։ Տեր Հիսուս Քրիստոս Հովհաննես Մկրտչի մասին ասեց։ Եվ ինչ ասեց. «Սակայն երկնքի թագավորության մեջ ամենափոքրը նրանից մեծ է», եւ Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այս հայտարարությունը գրված է, որ երկնքի թագավորությունը ուժեղներն են վերցնում, զորությամբ է առաջ գնացել եւ ուժեղները բռնությամբ են վերցնում այն, այսպես են կարդում։ Այս խոսքերից հետևություն կարող ենք անել, որ երկնքի թագավորությունը դեռ չէր հասել եւ Հովհաննես Մկրտիչը հանդիսանում էր
5 տակարանյան մարգարեը որպես եւ միևնույն ժամանակ Աստծո թագավորության մեջ մեկը։ Եվ ասեց, որ բայց երկնքի արքայության մեջ ամենապստիկը նրանից մեծ է։ Կարծես թե անհասկանալի մի բան կա։ Մատթեոս 16-րդ գլուխ նշանավոր մի համար է 19 համարում Տերը ասաց Պետրոս առաքյալին, որ քեզ կտամ երկնքի բանալիները։ Հիշում եք այդ արտահայտությունը։ Քեզ կտամ երկնքի բանալիները։ Այն դեպքից հետո, երբ որ Տերը հարցրեց, թե ես ով եմ, ինչ եք կարծում իմ մասին։ Մարդու որդին ով է ձեզ համար, եւ ամեն մեկը մեկ բան ասեց, միայն Պետրոսը Աստծո հոգիով լեցված ասեց. դու ես Քրիստոսը, Բարձրյալ Աստծո որդին։ Եվ Տեր Հիսուս ասեց. քեզ մարմինն ու արյունը չհայտնեց Պետրոս, այլ իմ Հայրը, որ երկնքում է, եւ ես քեզի կտամ երկնքի բանալիները։ Ես կտամ երկնքի բանալիները։ Նույնիսկ այստեղ, այս ժամանակի մեջ դեռ երկնքի արքայությունը չէր եկել, որովհետեւ բանալիները տրված չէր։ Այս համարը մեզի հուշում է, որ երկնքի թագավորությունը դեռ չի եկել, որովհետեւ բանալիները դեռ տրված չէր Պետրոս առաքյալին։ Հետո խոսում է այնտեղ մեղքերը ներելու եւ երկնքում կապված կամ արձակված լինելու մասին, ինչպես ակնարկ կա այդ մասին մյուս ավետարանների մեջ, օրինակ Մատթեոս 18-րդ գլուխ 18 համարի մեջ, Հովանու 20-23 կարդանք այդ հատվածը, Մատթեոս 16-ից կարդանք, Մատթեոս 16-րդ գլուխ 16 համարից։ Սիմոն Պետրոսը պատասխանեց եւ ասաց. դու Քրիստոսն ես, կենթանի Աստծո որդին, եւ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. օրհնյալ ես դու Սիմոն Հովնանի որդի, քանի որ ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է, եւ ես էլ ասում եմ քեզ, որ դու Պետրոս ես, եւ այս վիմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն հաղթահարելու այն։ Եվ ես կտամ քեզ երկնքի թագավորության բանալիները, եւ ինչ որ կապես երկրի վրա, պիտի կապվի երկնքում, եւ ինչ որ երկրի վրա արձակես, պիտի արձակվի երկնքում։ Անշուշտ մեղքեր ներելու կամ կապվելու կամ արձակվելու մասին խոսքը երբ որ գնում է, մենք գիտենք, որ մեղքերը ներելու իշխանություն միայն Տերը ունի, Աստված ունի, մարդիկ չունեն։ Իսկ ինչ վերաբերվում այս խոսքին, այն երկու ասպեկտներից կամ երկու եղանակներով կարող ենք հասկանալ։ Նախ, այս իշխանությունը տրված էր առաքյալներին, առաքյալների հատկությունները եւ այն նշանները, որ առաքյալների հետ գնում էին, սա առանձնահատուկ նշաններ էին, առանձնահատուկ պարգևներ կամ իշխանություն, որ միայն առաքյալները կարող էին ի գործ դնել։ Օրինակ հիշեք Գործք առաքելոց գրքից Անանիա եւ Սափիրայի օրինակը։ Երբ որ Սուրբ Հոգու դեմ սուտ խոսացին, նենգություն կար այս ամուսինների մեջ, Անանիա եւ Սափիրը Գործք առաքելոց 5-րդ գլխում կարող եք հանդիպել, եւ Պետրոսը հանդիմանեց եւ անմիջապես ընկան եւ ամուսինները հերթականությամբ մեռան առաքյալների ոտքերի առաջ։ Շատ խիստ եւ շատ կարծես թե խստություն ենք այստեղ տեսնում, մահ կար այստեղ։ Երկրորդ դեպքը առաջին Կորինթացիս 5-րդ գլխում ենք հանդիպում Պողոս առաքյալին, որ ներկայանում է այնտեղ ներելու կամ խստությամբ վարվելու դեպքին, առաքելական իշխանություն էր այստեղ բանեցվում։ Դառնալով մեր նյութին, Պենտեկոստեի օրը հիշենք։ Պենտեկոստեի օրը ինչ եղավ այդ ժամանակ։ Կարծես թե Պետրոս առաքյալը, աշակերտը, որ հետո առաքյալ պիտի կոչվեր, օգտագործեց այն բանալին, որ Տերը տվել էր Պետրոսին։ Եվ Պետրոս առաքյալը կարծես թե այդ բանալին օգտագործեց, երկնքի արքայության բանալին, հիշում եք։ Ասեց քեզի կտամ բանալին, երկնքի թագավորության բանալին։ Եվ Պետրոսը այն օգտագործեց։ Եվ ինչպես օգտագործեց նա, երբ որ կարդանք Գործք առաքելոց 2-րդ գլուխ 38-ից 42 համարները, երբ որ Սուրբ Հոգին իջավ եւ հրյաների մեծ բազմություն կար այնտեղ հավաքված, եւ Պետրոսն էլ որպես առաքյալների առաջադեմ առաքյալը նա օգտագործեց այդ օրը իր քարոզչության կերպով եւ քարոզչության արդյունքում գրված է Իսրայելի որդիներից 3000 հոգու չափ ապաշխարեցին եւ դարձի եկան եւ եկեղեցին միացան։ Ուրեմն քարոզչության արձագանքն է էականը, խոսքի քարոզչությունը հեղինակությունով։ Եվ սա կարծես թե բանալի էր, որ օգտագործվեց երկնքի թագավորության համար։ Եվ մկրտվողները եղան, եւ մեր Տերն էլ պատվիրեց, գնացեք ավետարանը քարոզեք, ասաց
ովքեր հավատան, նրանց մկրտեք Սուրբ Երրորդության անունով, Մատթեոս 28-րդ գլխում ենք կարդում։ Պետրոս Առաքյալը նաև ոչ միայն հրեաներին քարոզեց, այլ նաև հեթանոսներին քարոզեց։ Այստեղ տեսնում ենք, կարծես երկրորդ բանալին է Պետրոս Առաքյալը օգտագործում երկնքի արքայության։ Եվ առաջին հեթանոսների դարձը տեսնում ենք Գործք առաքելոց 10-րդ գլուխ 34-ից 48 համարներում Կորնելիոսի տանը, իտալական բանակի հարյուրապետ Կորնելիոսը, ով բարեպաշտ աղոթքներով ապրող մի մարդ էր եւ ում աղոթքներ Աստված լսեց եւ մարդ ուղարկեց, որպեսզի Պետրոս Առաքյալը նրան քարոզի ավետարանը եւ քարոզչության արդյունքում մարդիկ ապաշխարեցին, դարձի եկան եւ մկրտվեցին։ Այստեղ Պետրոսը օրդագրեց իր երկրորդ բանալին երկնքի թագավորության։ Որն է մուտքը երկնքի թագավորության։ Մատթեոս 19-րդ գլուխ 23 համարում գրված է. հարուստի համար դժվար է մտնել երկնքի թագավորություն։ Եվ գիտեք պատմությունը, եւ Տեր Հիսուսը օրինակը բերեց, որ ինչպես ուխտը կանցնի ասեղի անցքով, այնպես էլ հարուստը երկնքի թագավորություն կմտնի եւ դժվար է, ասեց։ Սակայն Հովանու 3-րդ գլուխ 3 եւ 5 համարներում, երբ Տերը խոսում էր Նիկոդեմոսի հետ, ով Իսրայելի մեջ մեծ վարդապետ էր, ուսուցիչ էր, իշխան էր եւ նա շատ բաներ չգիտեր։ Եվ Տերը նրան ասում է, որ վերստին ծնունդի շնորհիվ միայն կարող եք Աստծո արքայությունը տեսնել։ Եվ այստեղ խոսում է ոչ թե երկնքի, այլ Աստծո արքայության մասին։ Այսինքն ձեր օրենքներից չի, դուք կարծում եք, որ Աստծո թագավորության որդիներ եք, բայց իմացեք, ձեզ պետք է վերստին ծնունդ, որ Աստծո թագավորությունը մտնել։ Նրանք կարծում են, որ Իսրայելի սերունդից էին, Աբրահամի սերունդն էին հանդիսանում, նրանք Աստծո թագավորության մեջ ժառանգորդներ էին։ Բայց Տերը շատ հստակ է անում այստեղ. «Միչև ի վերուս չծնվես, վերստին ծնունդ չունենաս, երկնքի թագավորություն չես կարող մտնել»։ Եվ 5-րդ համարում հաստատում է. ճշմարիտ եմ ասում, թե նա ով ջրից եւ հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո թագավորությունը մտնել։ Ինչ վերաբերվում է Աստծո թագավորություն մտնելուն, շատ պարզ է, նա ով վերստին ծննդյան փորձառությունն ունի, նա փրկված է եւ մուտք ունի Աստծո թագավորություն։ Սակայն մյուս կողմից էլ կարդում ենք, որ հարուստի համար դժվար է մտնել երկինք։ Ուրեմն Աստծո թագավորությունը անցյալից, ինչպես նշեցինք սկզբում, միջև հազարամյա թագավորության վերջավորությունն է, իսկ երկնքի թագավորությունը կարծես մի այլ բան է այս թագավորության ընդգծված ժամանակաշրջանի մեջ։ Մատթեոսի ավետարանը, սիրելիներ, ավելի լուսաբանում է այս ճշմարտությունները, որպեսզի լավ հասկանանք, որն է տարբերությունը երկնքի թագավորության եւ Աստծո թագավորության միջև։ Մատթեոս 7-րդ գլուխ 21 համարի մեջ մեր Տերը ասաց. ոչ թե ամեն ոք ինձ Տեր է ասում, որ կմտնի երկնքի թագավորություն, որովհետեւ բոլորն էլ ասում են. Տեր, քո անունդ կանչեցին, քո անունով այսինչ բան արեցինք, այս ծառայությունը, այս մարգարեությունը եւ այլն։ Սակայն ով կատարում է, ասեց, իմ հոր կամքը, որ երկնքում է։ Ուրեմն երկնքի արքայությունը, երկնքի թագավորություն ասվածը մի այլ, մի ավելի գերազանցող հոգևոր կյանքի մի ոլորտ է կամ երկնային օրենքներով ապրվելիք մի դիրք է, որի մասին Տերը ակնարկ է անում։ Մատթեոս 18-րդ գլուխ 3-րդ համարում կարդում ենք. ճշմարիտ եմ ասում ձեզ, միչև չդառնաք եւ չլինեք երեխաների պես, մանուկների պես, երբեք չեք կարող երկնքի թագավորություն մտնել։ Երկնքի մասին է խոսում եւ երկինք մտնելու համար մեր Տերը այս Մատթեոս ավետարանի մեջ, այս մի քանի կետերի մեջ այս ակնարկն արեց։ Ասեց միչև մանուկների պես չդառնաք, երկինք չեք կարող մտնել։ Եվ դարձյալ ոչ բոլորը, որ Տեր են ասում, որ երկինք կարող են մտնել։ Եվ 3-րդ հերթի Մատթեոս 5-րդ գլխում կարդում ենք, գրված է. եթե ձեր արդարությունը չգերազանցի փարիսեցիների եւ դպիրների արդարությունից, երկնքի թագավորություն չեք կարող մտնել։ Ավելի բարձր հոգևոր դիրքի մասին է Տերը խոսում։ Սակայն ավետարանի էջերում կարդում ենք առաքյալների քարոզչությունը, որտեղ նաև Աստծո թագավորության մասին է խոսվում, ոչ միայն Իսրայելի որդիներին, այլ հեթանոսներին, որովհետև շատերը կարծում են, որ Աստծո թագավորությունը միայն Իսրայելին է վերաբերվում, այլ նաև հեթանոսներին, երբ որ կարդաք Հռոմեացիս 14-րդ գլուխ 17 համարը, Հռոմի եկեղեցուն ուղված նամակը
հեթանոսներին է ուղված։ Դարձյալ Եփեսացիս գիրքը 5-րդ գլուխ 5 համար այնտեղ խոսում է Աստծո թագավորության մասին։ Ավելի բարձրաբանելու համար երկնքի թագավորության եւ Աստծո թագավորության մասին մեկ օրինակ բերենք, օրինակով հասկանանք։ Պատկերացրեք, որևէ մեկս գնացել է օրինակ Միացյալ Նահանգներ եւ համարենք Միացյալ Նահանգները դա Աստծո թագավորությունն է։ Բայց երբ որ չեմ հասել կենտրոնը, մայրաքաղաքը Վաշինգտոն, այսինքն Սպիտակ տուն չեմ հասել, որը համարենք երկնքի թագավորությունն է, ուրեմն ես դեռ չեմ հասել երկնային թագավորություն։ Բայց ես գտնվում եմ Միացյալ Նահանգներում, Աստծո թագավորության մեջ եմ, բայց չեմ հասել դեռ։ Այո, շատերը այդ ապրումներն ունեն եւ հաղթողներն են, որ երկնային թագավորություն են մտնում։ Դարձյալ մեր Տեր ասաց, այն ժամանակ ասաց Տեր Հիսուսը, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի 10 կույսերի։ Եվ գիտենք այս առակից, որ միայն 5 իմաստունները հարսանեկան խնջույքին արժանացան երկնքում։ Նրանք, ովքեր երկնային օրենքներով են ապրել, նրանք, որ պատրաստ են եղել, նրանք, որ հաղթողներն են եղել, նրանք երանելիների եւ օրհնության արժանի հավատարիմներն են։ Երկնքի թագավորությունը սիրելիներ դրսևորվում է 3 ասպեկտներով կամ 3 կետերից կարող ենք հասկանալ։ Առաջին, արտաքին տեսանելիություն, այսինքն դրսից երևում է երկնային թագավորությունը, Մատթեոս 13-րդ գլխում ենք հանդիպում։ Երկրորդ կետը երկնքի թագավորությունը որպես իրականություն, ռեալ կյանք, եւ երրորդ տեսանելի հայտնությունը երկնքի թագավորության։ Այսինքն երբ որ Տերը գա, Երևան պիտի գա երկնքի արքայությունը։ Երկնքի թագավորության տեսանելությունն ու իրականությունը սկիզբ առավ Պենտեկոստեի օրը։ Եվ վերջինս կկատարվի, երբ որ Տեր Հիսուսը վերադառնա երկիր։ Այսօր աշխարհում կան 4 տեսակի մարդիկ կամ 4 տեսակի մարդկանց հիշենք։ Առաջին հաղթող քրիստոնյաներ, ովքեր հանդիսանում են երկնային թագավորության իրական ապրողները, ովքեր երկնային օրենքներով են ապրում։ Երկրորդ տեսակը պարտված քրիստոնյաներ, ովքեր եկեղեցում են եւ երկնային կյանքով չեն ապրում։ Երրորդ կես քրիստոնյաներ, ովքեր միայն անունով են քրիստոնյա եւ չեն պատկանում Քրիստոսի ճշմարիտ եկեղեցուն, եւ չորրորդ բոլոր աշխարհը բաղկացած անհավատներից կամ ճակերտյալ հավատացյալներից։ Սակայն այս բոլոր տեսակի մարդիկ էլ Աստծո աչքերի առաջ են եւ Աստված ամեն մեկին տեսնում է եւ գիտի թե ովքեր են արժանի իր թագավորությանը։ Մեր բարձաբանումը ավելի հստակ կլինի, եթե ինչպես ասեցինք, եթե մենք անդրադառնանք Տեր Հիսուս Քրիստոսի առակներին, որ գտնվում է Մատթեոս ավետարանի մեջ։ Սերմնացանի առակին դառնանք, Մատթեոս 13-րդ գլուխը։ Մատթեոս 13 առաջին մի քանի համարը կարդանք։ Նույն օրը Հիսուսը տնից դուրս գալով նստեց ծովափին եւ շատ ժողովուրդ հավաքվեց նրա շուրջը, որի պատճառով նա նավակ մտավ եւ նստեց իր ամբողջ բազմությունը կանգնել էր ծովափին։ Եվ շատ բաներ առակներով խոսեց նրանց հետ ասելով. ահա սերմնացանը ելավ սերմ ցանելու, եւ երբ ցանում էր, մի քանիսը ճանապարհի եզրին ընկան եւ թրջունները եկան ու կերան։ Մի քանիսն ընկան քարքարոտ ստեղում, ուր շատ հող չկար, եւ շուտ աճեցին հողի խորության չունենալու պատճառով։ Եվ շուտ աճեցին հողի խորություն չունենալու պատճառով։ Սակայն եւ երբ արևը դուրս եկավ, այրվեցին եւ քանի որ արմատ չունեին, անմիջապես չորացան։ Եվ մի քանիսն ընկան փշերի մեջ եւ փշերը աճեցին եւ խեղդեցին նրանց։ Բայց ուրիշներն ընկան լավ հողի մեջ եւ պտուղ տվեցին, որը 100, որը 60, որը 30։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։ Ամեն։ Երբ կարդում ենք այս առակը, այստեղ խոսում է սերմնացանի մասին, ով Տեր Հիսուս Քրիստոս հենց ինքն է։ Եվ իր ճշմարիտ խոսքը, որ ցանվեց, որ քարոզվեց, եւ հենց ինքը բանն Աստծո, այսինքն խոսքը մարմնացած, ինքը ցանվեց ժողովրդի մեջ։ Ինքը իր անձը ցանեց ժողովրդի մեջ։ Եվ այստեղ չի խոսում երկնքի թագավորության մասին, քանի որ այն դեռ չի եկել։ Ինքը որպես բարի հունձ, որպես ճշմարիտ խոսք ցանվեց։ Այստեղ խոսում է երկնքի արքայության մոտեցման մասին։ Իսկ շարունակության մեջ, սիրելիներ, 24 համարից
խոսվում է որոմների մասին։ Որոմը գիտեք ինչ է։ Ցորենի նմանատիպ հասկերեն, որ շատ նման են։ 24-րդ համարից մինչև 29-ը կարդանք։ Սույն գլխի այսինքն Մատթեոս 13-ից։ Մեկ ուրիշ առակ էլ ասաց նրանց. երկնքի թագավորությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերմ ցանեց, բայց մինչ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ ցորենի մեջ որոմ ցանեց ու գնաց։ Իսկ երբ ցորենը հասկավորվեց, նրա հետ երևաց նաև որոմը։ Տանտիրոջ ծառաները եկան եւ ասացին. «Տեր, չէ՞ որ դու քո արտի մեջ լավ սերմ ցանեցիր, որտեղից են այս որոմները»։ Նա ասաց նրանց. «Դա թշնամին է արել»։ Ծառաները նրան ասացին. «Կամենում ես, որ գնանք եւ քաղհանենք դրանք»։ Իսկ նա ասաց. «Ոչ, չլինի թե որոմը քաղելիս ցորենն էլ նրանց հետ արմատախիլ անեք։ Թող երկուսն էլ միասին աճեն միջև հունձը եւ հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ. նախ որոմները քաղեք եւ քուրց կապեցեք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցեք իմ շտեմարանների մեջ։ Ամեն»։ Պենտեկոստեի օրերից սիրելիներ, շատերը ապաշխարեցին, մինչ այսօր էլ ապաշխարություններ լինում են։ Եվ միացան Քրիստոսի եկեղեցուն։ Սակայն միառժամանակ շատ կեղծ քրիստոնյաներ առաջ եկան։ Այսինքն սկզբում ցորենն էր, ճշմարիտն էր ցանված։ Տեր Հիսուս Քրիստոս իր ճշմարիտ խոսքը ցանեց, ինքը որպես բանն Աստծո մատուցվեց մարդկությանը։ Բայց հետո խառնվեց որոմը։ Սա թշնամու կեղծարարություններից ամենավտանգավոր քայլն էր, մարտավարությունն էր, խոսքը խառնել, որպեսզի մարդիկ մոլորվեն, շփոթվեն։ Շատ նման որոմը որ մինչ օրս իրական եւ համատարած վտանգ է քրիստոնեական աշխարհում, որովհետեւ ճշմարիտ խոսքի հետ ցանվեց որոմը, որ ասեցինք շատ նման է ցորենին։ Եվ շատերը չեն զանազանում ճշմարիտը կեղծից, ցորենը որոմից։ Չեն էլ ուզում զանազանել, որովհետև կարիքը չեն տեսնում, ջանք չեն թափում։ Եվ այստեղ է այն խոսքը, որ Աստված խոսեց իր մարգարեի միջոցով, Ովսե մարգարեի 4-րդ գլուխ 6 համարի մեջ, ինչպես ասեց նա. «Իմ ժողովուրդս գիտություն չունենալու պատճառով կորստյան է գնում»։ Մանանեխի առակը, երբ որ ուսումնասիրենք, ավելի լույս է սփռում այս ճշմարտությունների վրա։ Մանանեխի հատը ամենափոքրիկ սերմն է, որը կարդում ենք դարձյալ Մատթեոս 13-րդ գլխում 31 եւ 32 համարների մեջ, որը դարձյալ ցանվեց Տիրոջ կողմից, նայեցեք 31 եւ 32 համարը կարդանք։ Մեկ ուրիշ առակ էլ ասաց նրանց. երկնքի թագավորությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց եւ իր արտի մեջ ցանեց, դարձյալ իր արտի մեջ ցանեց։ Այն թեև սերմերից ամենափոքրիկն էր, բայց երբ աճում է, բոլոր խոտեղեններից մեծ է եւ ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են եւ նրա ճյուղերի վրա հանգստանում են։ Եվ Տերը երկնքի թագավորությունը նմանեցրեց այս փոքրիկ սերմին, որ մարդ վերցրեց եւ ցանեց իր հողի մեջ դարձյալ։ Սակայն երբ մեծացավ, հսկա ծառի վերածվեց եւ երկնքի թռչունները եկան եւ այդ ճյուղերի վրա բազմեցին եւ հանգստացան։ Իրականում այս փոքրիկ սերմը կյանքի սերմն է, ճշմարիտն է, անխարդախ խոսքն է։ Եվ արդյունքն էլ պետք էր այս սերմի նման լինել, այսինքն արդյունքն էլ ճշմարիտ հասկեր պետք է աճեն եւ նմանատիպ արդյունք պետք է ստանանք։ Եվ ոչ թե հսկա ծառի վերածվեր, եւ ոչ թե երկնքի թռչունները պիտի գան եւ բազմեին այս ծառի ճյուղերի վրա, որովհետեւ հենց մանանեխի հատիկը եւ մանանեխի բույսը ինքը բույս է, ամենաերկարը 1 մետր կամ 1 մետր կես բարձրությամբ, ոչ ավել։ Թռչունները ինչ են ցույց տալիս այստեղ։ Երկնքի թռչունները եւ ընդհանրապես թռչունները Սուրբ գրոց մեջ բացասական կերպարներ են, բացասական նշանակություն ունեն, ինչպես նաեւ հսկա այս գերաճած ծառը։ Հիշենք Սույն գլխի սկզբի մի քանի համարները, 4 եւ 5 համարները, երբ որ կարդացինք, այսինքն Մատթեոս 13-րդ գլուխ, 4-րդ համար, նաեւ 19 համարում, երբ որ թռչունները գրված է եկան եւ հափշտակեցին սերմը, կողոպտեցին սերմերը։ Այն ցանված սերմերը ովքեր կողոպտեցին։
թրջունները եկան եւ խոսքը հափշտակեցին։ Այսինքն, երբ մեկը լսում է եւ չի հասկանում թագավորության խոսքը, չարը գալիս է եւ հափշտակում է սերմանվածը։ Այս իրադարձությունները եղան, այսինքն, մինչ այսօր էլ լինում են, բայց առաջին դեպքը եղավ, երբ 4-րդ դարից սիրելիներ պատմությունը մենք գիտենք, հռոմեական Կոնստանտին կայսր օրոք, երբ նա ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոնք եւ հազարավորներ անդամակցեցին եւ ընդունեցին քրիստոնեական կրոնը, սակայն մեծամասնությունը, շատ մեծ հսկա հորդ բազմություն կեղծ նպատակներ էր հետապնդում նրանց այս կրոնը ընդունելը, նրանց այս քայլը, այս դիրքորոշումը քաղաքական եւ դրամաշահ դրդապատճառներից ելնելով։ Այս աշխարհը նման է այն մեծ ծառին, որի վրա աշխարհի կեղծ քրիստոնեական հարանվանություններն են բազմել եւ իրենց հանգիստ են փնտրում։ Չարից դրդված եւ դիվային ուսմունքներից հորդող մարդկությունը այսօր իրեն թագավորության ժառանգություն են համարում, մինչդեռ Տերը մի փոքրիկ սեր մեր ցանել եւ հիշենք մեր Տիրոջ խոսքը, որ ասեց կանչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ են եւ դարձյալ ասեց մի վախեցիր փոքրիկ հոտ, որովհետեւ հայրը հաճեցավ, որ թագավորությունը ձեզի տալ։ Շարունակելով մեր առակները գնալով լուսաբանվում է թագավորության հասկացողությունը, մեկ ուրիշ առակ էլ ասաց նրանց, երկնքի թագավորությունը նման է թթխմորի, դարձյալ Մատթեոս 13-րդ գլխից ենք կարդում, որ մի կին վերցրեց եւ 3 չափ ալյուրի մեջ հունձեց գրված է, միջև ամբողջ զանգվածը խմորվեց, Մատթեոս 13:33։ Այս կինը նման է հռոմեական կաթոլիկե եկեղեցուն կամ կեղծ կրոնական համայնքին, կամ որևէ կեղծ կրոնական համայնքին, որպես խորհրդապատկեր։ Իսկ հայտնության գրքի մեջ 17-րդ գլուխ 3-ից 4 համարներում հանդիպում ենք մի կնոջ, ով նստել էր բոսրագույն գազանի վրա գրված է, եւ այդ գազանը լեցուն էր հայոյական անուններով, եւ նա ուներ 7 գլուխ ու 10 եղջյուր, եւ կինը ծիրանի եւ կարմիր էր հագած, զարդարված էր ոսկով, պատվական քարերով ու մարգարիտներով, եւ իր ձեռքին մի ոսկե գավաթ ուներ, որը լեցուն էր իր բորնկության, պղծություններով եւ անմաքրությամբ։ Այս համարը, այս հատվածը բազմաթիվ աստվածաբանական մեկնիչներ կամ աստվածաշնչյան ուսումնասիրներ հավատում են, որ այս գազանը հռոմեական կայսրությունն է, կինը հավատուրած եկեղեցին, շատերը կաթոլիկե եկեղեցին, այն ժամանակ, երբ որ 313 թվականից սկսված Կոնստանտին կայսրը քրիստոնեությունը դարձրեց որպես պետական կրոն, որը դարձավ պետական իշխանական մի կառույց։ Պետական հովանավորության ներքո։ Այսինքն եկեղեցին փոխեց իր բնությունը, իր իրական պատկերը եւ իր դիրքը, ուրեմն այս առակում նշված թթխմորը սուտ եւ մոլորեցուցիչ ուսմունքներն են, ու այն մարդկանց հերձվածող հոսքը, համախմբված այս հոսանքը, որի արդյունքում ամբողջ զանգվածը ինչ է լինում, խմորվում է։ Խմորվում է։ Մատթեոս 16-րդ գլուխ 6 համարի մեջ մեր Տերը ասեց զգուշացեք, նայեցեք զգուշ եղեք փարիսեցիների եւ սադուկեցիների խմորումներից, բայց աշակերտները սկզբից չհասկացան, շատ պարզ էին մտածում։ Նրանք մտածում էին իսկական հացի մասին է Տերը ակնարկանում, բայց ավելի ուշ 11-րդ համարի մեջ ավելիով հասկացնում են նրանց, թե ինչ խմորումների մասին է, որ խմորը իրանից վատ բան չի, բայց որ թթխմորն է ավելացնում, ամբողջ զանգվածը խմորում է եւ ապականում է։ Առաջին Կորինթացիս 5-րդ գլուխ 6 եւ 8 համարների մեջ Պողոս առաքյալը նույնպես թթխմորի վտանգի մասին ակնարկանում։ Եվ թթխմորը Սուրբ գրոցի մեջ այս իմաստն է ցույց տալիս։ Սուտ հերձվածող վարդապետություն, կեղծ ուսմունք, որը փչացնում է ճշմարտությունը, կարծես որոմը, որ ամբողջ արտը փչացնում է։ Խմորը ինքնին մեղք չի, որովհետև խմորից հաց ենք ստանում եւ
պաշտամունքի մեջ էլ նվիրական հացը խմորից ենք ստանում։ Ինչպես հին ուխտում կարդում ենք Ղևտացոց 2-րդ գլուխ 1-ին համարից, որ խմորից հաց են ստանում։ Սակայն թթխմորը դա ավելացված զանգվածն է կամ բաղադրությունն է, ինչը շատացնելու նպատակ է խառնվում խմորին։ Շատացնելու եւ արդյունքում մաքրությունը անմաքուր է դարձանում։ Բարի սերմը լավ է, թեկուզ այն քիչ է, փոքր է, սակայն ուրիշ վարդապետությունները, այլ սովորությունները իբրև շատացնելու արդյունք խառնվում է ճշմարիտին ու իրականում թունավորում են ամբողջ այդ քիչը, որ կարծում ենք թե քիչ է, շատացնենք։ Մեր մարդկային գործերը, որոնք թթխմորներ են, որ փորձում ենք մարդկային ուժերով, մարդկային մտքերով, մարմնավոր խելքով հոգևոր գործին զարկ տալ, որպեսզի առաջ գնա ծառայությունը, եկեղեցիները շատանան, բայց արդյունքում դրանք թթխմորներ են, որոմներ են։ Այսօրվա մոդեռնացված քրիստոնեությունը թթխմորի արդյունքն է։ Խառը ավելացված հավելումներ, բաներ, որոնք թվում են թե վնաս չեն, բարի են, ժողովրդական են, մշակութային են, բայց կորուստը ցավալի է։ Այսօր բոլոր եկեղեցիներն էլ սիրելիներ, գրեթե բոլոր եկեղեցիներն էլ ընդունում են, որ Քրիստոսը Աստծո որդին է, ընդունում են Աստծո սուրբ երրորդությունը, հավատում են, որ Տեր Հիսուս Քրիստոս մեռավ եւ երրորդ օրը հարություն առավ, որ նա փրկիչ է։ Եվ սա ճշմարիտ հիմքեր են, սակայն չնչին թվացող հավելումները, ավելացումները, որոնք իրականում որոմներ են եւ փչացնում են ամբողջ զանգվածը։ Այս որոմները, այս թթխմորները, այս սուտ ուսմունքները Աստծո թագավորության մեջ երկնային տեսիլքը սեվացնելու նպատակով են։ Երկնային թագավորության մեջ ես երկնային տեսիլք ունեմ։ Աստծո թագավորության մեջ ես երկնային ապրումներ եմ ուզում ապրել, բայց այս հավելումները տեսիլքս փչացնում են։ Հոգևորությունը վերանում է։ Վերջացնում են մեկ ճշմարտություն եւս սիրելիներ։ Օրինակ, Քրիստոսը դա խմորն է, բայց նրա պատկերով իբրև նկարները արդեն թթխմորներ են։ Թթխմորը վնաս է հասցնում, որպեսզի մենք ճշմարիտ խոսքի վրա հավատամք ունենանք։ Պետք է մեզի մի բան, որ տեսնենք։ Պետք է մի բան, որ շոշափենք, եւ սրանք արդեն հավելումներ են։ Եվ գիտեք ինչ է պատճառաբանությունը շատ վարդապետների կողմից, որպեսզի ժողովուրդը հասկանա եւ նրանց համար աստվածպաշտությունը հասանելի լինի, տեսնեն, շոշափեն, հոտ առնեն, հուզվեն, զգացական մոտեցումներ, բայց սա խոսքին վարքաբեկում է, Աստծո անխարդախ ճշմարիտ խոսքի վարքաբեկումն է, որովհետեւ հավատքը լսելուց է, լսել Աստծո ճշմարիտ խոսքից է։ Եսայի մարգարեության նշանավոր 53-րդ գլխում, երբ որ կարդում ենք, այնտեղ խոսում է Քրիստոսի տանջանքների մասին, որ նրա դեմքը գրված է այլայլվեց, նրա վրա ողջ տեղ չմնաց, մարդկանցից ավելի ավրված էր։ Սակայն նկարներում տեսնում ենք Քրիստոսին գեղեցիկ պատկերով նմանեցված մեկին, կարծես պատմական մի հերոս, ինչպես ֆիլմերում ենք հանդիպում։ Սրանք թթխմոր են։ Հին ուխտում կարդում ենք, որ Աստված իր պատկերը չունի։ Եվ սա էլ մեծ խնդիր է, քանի որ թթխմորի նպատակ այն է, որ մարդկանց ավելի կարծես մատչելի դարձնեն քրիստոնեությունը եւ Քրիստոսին, հեշտացնենք ճանապարհը։ Այսինքն խառնենք հոգևոր կյանքը մշակույթի կամ ազգային ավանդությունների հետ, որոնք իրականում թթխմոր են, դիվային խորամանկություններ են, ճարպիկ մոտեցումներ են սատանայի, որ շատերը չենք նկատում, սիրելիներ։ Ճշմարիտ աստվածապաշտությունը խառնում են ազգային սովորությունների հետ, մշակույթի հետ, որպեսզի տեսնենք, շոշափենք, զգանք եւ այլն։ Եվ մենք ականատեսն ենք այս չարիքի մեր օրերում եւ մեր շրջապատի մեջ։ Երբ մենք մուտք ենք գործում տաճար, այնտեղ կհանդիպենք շատ նկարների, արձանների, որոնք փորձում են մարդկանց ծանոթացնել Աստծուն։ Եվ այս միտումը ուղղակի կամ անուղղակի անհարգանք է Աստծո սրբազան խոսքի հանդեպ, քանի որ խոսքը, այսինքն ճշմարտությունը փոխում են շոշափելի, տեսանելի, հաճելի պատկերներին, որոնց ետևում Սուրբ Գիրքը ասում է, որ դևերն են թաքնված։ Ուրեմն Աստծո թագավորությունը ընդգծված շարունակությունն ունի
անցյալից մինչև հազարամյա թագավորության վերջավորությունը, եւ նրանում կա խառը բաներ, տեսանելի բաներ։ Սակայն Տերը հեղեց իր հոգին, իր Սուրբ հոգին, որով մենք կարողանանք հոգու մեջ լինելով ապրել երկնային կյանք։ Հասկանում եք։ Հոգիով կարող ենք հասկանալ հոգևորը երկնային կյանքի ապրումներ ունենալ։ Քանի որ երկինքը իջավ, որ մեզ երկնային կյանքի ապրումների մեջ բերի։ Սպասեք իմ հոր խոստման ասած, որ երկնքից պիտի իջնի։ Այն հոգին, որ Տեր ասաց, ձեր մեջն է։ Այս առակների միջոցով սիրելիներ Տերը ուզում է ընտրենք կյանքը եւ հեռու մնանք թթխմորներից, որոմներից, հետեւաբար երկնքի թագավորության հետ զուգահեռ թթխմորը խեղաթուրում է ճշմարիտը եւ մեր փափագը, մեր դիրքը, մեր աղոթքը թող լինի, որ ընտրենք այս ճամփան, որ թեև նեղ է, նեղվածք է, դժվարություն կա, որովհետեւ դժվար է երկրի մեջ ապրել, բայց երկնային տեսիլքով ապրել, երկնային օրենքներով ապրել, որովհետեւ շատերի կողմից կծաղրվես, կհալածվես, նեղություն կպաճառվի քեզի, բայց Տերը ասաց հաղթողներն են, որ պսակը պիտի ժառանգեն։ Մեկ համար կարդամ եւ վերջացնենք այսօր։ Երկրորդ Տիմոթեոս 4:18 Եվ Տերն ինձ ամեն մի չար բանից կազատի ու ապահովությամբ կհասցնի իր երկնային թագավորությանը, իրեն փառք հավիտյանս հավիտենից, ամեն։ Ուրեմն երկրավոր նեղություններ, դժվարություններ, հարձակումներ, կեղծարարություններ, սատանայի դիվային փորձություններ, հարձակումներ, ներսից կամ դրսից հալածանքներ, բայց ասես Տերը ինձի ազատ կարձակի, կփրկի ինձի եւ իր երկնային թագավորությունը կհարցնի իրեն փառք հավիտյանս, ամեն։ Տերը օրհնի իր սրբազան խոսքը եւ մեզ բոլորիս այստեղ կանգ առնենք եւ Տերը կամենա մեր հաջող զերտողությունը պիտի շարունակենք։ Աստված օրհնի մեզ։